Բոլոր կարդինալները, որոնք կընտրեն հաջորդ Հռոմի պապին, ժամանել են Հռոմ, երկուշաբթի օրը հաղորդել է Վատիկան Նյուզ պորտալը։ Բոլոր 133 կարդինալները, որոնք եկել են աշխարհի տարբեր ծայրերից, գտնվում են Հռոմում, ասվում է հայտարարության մեջ։ Նրանք կհավաքվեն չորեքշաբթի մայիսի 7-ին Վատիկանում Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար։ Միջոցառումը կսկսվի տեղական ժամանակով 16:30-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի քանի անգամ քվեարկեն, մինչև թեկնածուներից մեկը ստանա ձայների 2/3-ը գումարած առնվազն 1 լրացուցիչ ձայն։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին առավոտյան 89 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո։ Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Գերմանիայի կանցլերի պաշտոնում նրա վերջին օրը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Շտեֆեն Հեբեստրեյտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Իր ժամկետի ավարտին կանցլեր Շոլցը այսօր կեսօրին հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ, ասել է նա։ Հեբեստրեյտի խոսքով Ուկրաինայի հակամարտությունը եւ դրա հետևանքները կանցլերի պաշտոնավարման ժամկետի վրա ավելի մեծ ազդեցություն են ունեցել, քան որևէ այլ առանձին իրադարձություն։ Մամուլի քարտուղարի խոսքով Շոլցը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն սերտ համագործակցության համար։ Նա ընդգծել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային սերտ համագործակցությամբ եվրոպական եւ միջազգային գործընկերների հետ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, հավելել է Հեբեստրեյտը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Ռուսաստանի մասնակցությունը Հյուսիսային հոսք եւ Հյուսիսային հոսք 2 գազատարների ռմբակոծմանը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Նրա խոսքով ինքը ճշգրիտ տեղեկություններ ունի այն մասին, թե ով է պատասխանատու գազատարի պայթյունի համար, սակայն նա մեղավորների անունները չի նշել։ Միացյալ Նահանգների ղեկավարը միայն ընդգծել է, որ Ռուսաստանը դրա հետ որևէ կապ չունի։ Թրամփը նաև զգուշացրել է, որ կարող է ցանկացած պահի հարցնել որոշակի մարդկանց այդ մասին առանց հետաքննության վրա մեծ գումարներ ծախսելու։ Պակիստանն իր դեմ ագրեսիայի դեպքում հակահարված կտա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիհար Ահմեդը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Եթե տեղի ունենա ագրեսիայի որևէ գործողություն, որևէ սադրանք, ապա ակնհայտ է, որ ինչպես ցանկացած այլ երկիր, մենք ունենք ինքնապաշտպանության իրավունք, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ասել է նա։ Դիվանագետը նշել է, որ Պակիստանը խաղաղություն է ուզում, բայց դրա հետ մեկտեղ ցանկացած ագրեսիա զսպելու հնարավորություններ ունի։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը պատրաստ է նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Պատգամավոր Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորների պատասխանը ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի նամակին Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ։ Պատասխան նամակի թղթային տարբերակը ուղարկվել է հետադարձ հասցեով, հայտնել է Մամիջանյանը։ Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան։ Գևորգը մեզ պատմեց, որ արթնացել են մեքենային հարվածի աղմուկից, փաստորեն ապակին ջարդել են եւ այրվող բենզինով շիշը նետել են մեքենայի մեջ։ Սա Գևորգի կնոջ մեքենան է, հայտնել է Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով։ Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որն իրականացվել է հրկիզմամբ, պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Հովհաննես Իշխանյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում խոսելով քաղաքական ղեկավարների կողմից հնչող ատելության խոսքի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատել է Հիտլերի հետ։ Այս 5 տարիների ընթացքում քաղաքացիական պայմանագիրի ատելության խոսքը 2 ուղղությամբ է եղել երեք ուղղությամբ քաղաքական գործունեության համար, նույնիսկ Հիտլերի բառապաշարն է օգտագործել ամենաբարձր մակարդակով։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հակառակորդներին կոչել է բացիլ, ինչը անում էր Հիտլերը հրեաների դեմ, մյուսը դատական իշխանության հանդեպ է այդ ատելության խոսքը ահավոր մեծ մասշտաբի եղել, հիշում եք վնգստացող դատավորներ, տերեր են գտնում կրկին ամենաբարձր մակարդակով եւ արցախցիների հանդեպ այս համակարգային ատելությունը, որը տեղի ունենում մինչեւ հիմա։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը եւ ելքը։ Մասնավորապես վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը։
Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ Աշտարոց դեպքեր, որին պետք է հետևեր պաշտոնից հեռացումը։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ թաղապետը ծեծի էր ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Արտառոց դեպք է իրոք, որին պետք է հետևեր սույն անձի պաշտոնից հեռացումը հենց այդ պահից, այսինքն որ ինքը իրեն այնտեղ պահում էր, բայց մենք ինչ տեսանք, մենք տեսանք, որ դատապարտողները շատ քիչ էին, հատկապես որ ասենք իշխող ուժը պետք է առաջին հերթին դատապարտեր բռնությունը, բայց ՔՊ-ի հայտարարությունը, այսպես ասած, ավելի շատ աջակցում էին բռնարարին, քան թե դատապարտում էին։ Հայերի Լեռնային Ղարաբաղ անվտանգ եւ արժանապատի վերադառնալու իրավունքն անտեսվել է։ Այս մասին ասված է Amnesty International-ի Մարդու իրավունքների վիճակը աշխարհում 2025 թվականի ապրիլյան զեկույցում։ Ավելի վաղ ԵԽԽՎ-ն կրկին մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակմանն առնչվող մարդասիրական եւ մարդու իրավունքների լուրջ հետևանքները չճանաչելու կապակցությամբ։ ԵԽԽՎ-ն կրկին դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության ավելի քան 100,000 մարդու տեղահանմանը դեպի Հայաստան։ Նրանց անվտանգ եւ արժանապատի վերադարձի իրավունքն անտեսվել է, ասված է զեկույցում։ Տեղի ունեցել Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա մայիսի 8-ին։ Նրանց մեղադրում են կեղծ հոդվածներով ահաբեկչության, ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ այլ հանցանքների համար։ ԱՄՆ-ի իշխանությունները կվճարեն անօրինական միգրանտներին տուն վերադառնալու տոմսերի համար եւ նրանց յուրաքանչյուրին կտրամադրեն $1,000, եթե նրանք հաստատան իրենց մեկնումը երկրից, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։ Վճարումը ստանալ ցանկացող միգրանտները պետք է գրանցվեն CBP Home բջջային հավելվածում, ներկայացնեն մեկնման ծանուցում եւ հաստատեն, որ լքում են Միացյալ Նահանգները։ Դրանից հետո նրանց կփոխանցվի միանվագ $1,000։ Եթե դուք անօրինական կերպով գտնվում եք Միացյալ Նահանգներում, ինքնաարտաքսումը ձերբակալությունից խուսափելու լավագույն, ամենաապահով եւ ամենաարդյունավետ միջոցն է։ Fox News-ին ասել է ԱՄՆ անվտանգության դեպարտամենտի հանձնակատար Քրիստի Նոեմը։ Ռումինիայի վարչապետ Մարսել Չոլակուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս կաբինետի ղեկավարի պաշտոնից, իսկ նրա գլխավորած սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը լքում է իշխող կոալիցիաները։ Ռումինիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 1-ին։ Իշխող կոալիցիա կազմեցին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Ազգային լիբերալ կուսակցությունը, Ռումինիայում հունգարացիների դեմոկրատական միությունը եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Կոալիցիան նախագահի պաշտոնում առաջադրեց Սենատի նախկին նախագահ Գրին Անտոնենսկուին։ Մայիսի 4-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում վերջինը զբաղեցրեց 3-րդ տեղը։ Ուկրաինայի Կիրովոգրադի, Չերկասիի, Պոլտավայի, Սումի եւ Խարկովի մարզերում երկուշաբթի օրը կրկին հայտարարվել է օդային հարձակման տագնապի ռեժիմ։ Ըստ երկրի թվային վերափոխման նախարարության առցանց քարտեզի տվյալների, աղբյուրի տվյալներով Խարկովի մարզում տագնապը հնչում է արդեն 15 րոպե։ Ժամը 18:47-ին տագնապը տարածվել է մնացած շրջանների վրա։ Գազայի հատվածում Իսրայելի նոր հարձակումը կլինի ինտենսիվ ռազմական գործողություն, որի նպատակն է հաղթել պաղեստինյան արմատական Համաս շարժմանը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Բնակչությունը կտեղահանվի սեփական պաշտպանության համար, գրել են Նեթանյահուն։ Նա չի մանրամասնել, թե Գազայի որ մասում են տեղի ունենալու մարտերը։ Նրա խոսքով ինքը ճշգրիտ տեղեկություններ ունի այն մասին, թե ով է պատասխանատու Գազատարի պայթյունի համար, սակայն նա մեղավորների անունները չնշեց։ Պետության ղեկավարը միայն ընդգծեց, որ Ռուսաստանը դրա հետ որևէ կապ չունի։ Թրամփը նաև զգուշացրել է, որ կարող է ցանկացած պահի հարցնել որոշակի մարդկանց այդ մասին առանց հետաքննության վրա մեծ գումարներ ծախսելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Գազայի հատվածի բնակիչներին օգնել սննդով։ Մենք մտադիր ենք օգնել Գազայի բնակչությանը սնունդ ստանալու համար։ Մարդիկ սոված են եւ մենք պատրաստվում ենք օգնել նրանց սնունդ ստանալ, ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ Գազայի հատվածում շատ մարդիկ շատ վատ են ապրում, եթե նայեք, Համասը դա անհնար է դարձնում, քանի որ նրանք տանում են այն ամենը, ինչ բերվում է անկլավ, բայց մենք պատրաստվում ենք օգնել Գազայի ժողովրդին, քանի որ Համասը նրանց հետ շատ վատ է վերաբերվում, հավելել է Թրամփը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 5-ից 3-ը, 6-ին, մայիսի 8-ից 10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 5-ից 6-ին հորդառատ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 5-ից 3-ը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-ից 10-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 5-ից 6-ին առանձին վայրերում հորդառատ։ Մայիսի 5-ից 3-ը, 6-ին, 8-ից 10-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ից 10-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 7 աստիճանով։